այս գործիքները Adobe Illustrator-ում օբյեկտներ և առանձին պատկերներ ստեղծելու համար։ Դրա համար ստեղծենք մի նոր հաստատուղթ և ուսումնասիրենք առաջին գործիքը, այսինքն line segment tool-ը, որը հնարավորություն է տալիս մեզ Adobe Illustrator-ում նկարել հատվածներ, որը որոշվում է երկու կետով, այսինքն եթե մենք հիմա տանենք մի հատված, ապա դուք կտեսնենք, որ մենք ստացանք հատված, որը ունի երկու անկոր կետեր, այսինքն կամ հանգույցային կետեր, որը միացված են փաթով, այսինքն հատվածով։ Այս գործիքը նկարելու ժամանակ մենք նույնպես կարող ենք օգտագործել շորտքաթերը, որոնցից մեկը Alt-ն է, որը նկարում է մեր հատվածը մեջտեղից և տարածվում է երկու կողմը հավասարաչափ։ Նույն ժամանակ, եթե մենք սեղմում ենք Shift-ը, ապա մենք Shift-ով կարող ենք նկարել համապատասխան անկյունների տակ, այսինքն 45-45 աշճան անկյունների տակ։ Գիծ գործիքը, եթե մենք սեղմենք երկու անգամ գործիքի վրա, ապա մենք կտեսնենք նրա կարգավորման վահանակը, այսինքն line segment tool option-ը, որտեղից մենք կարող ենք փոփոխել նրա երկարության չափը, ասենք 50 point անկյունը, և այստեղ կա հնարավորություն գիծը ներկել fill line գույնի օգնությամբ, այսինքն ինչ գույնի որ լինի fill-ը, այդ գույնի մենք գիծ կարող ենք ստանալ։ Նկարենք այս գիծը, ապա մենք ունենանք սև գույնի հատված։ Հաջորդ գործիքը այս համախմբի մեջ հանդիսանում է աղեղ գործիքը կամ Arc tool-ը, որի օգնությամբ կարելի է նկարել տարբեր կորեր, որը նույնպես ունի երկու հանգույցային կետ և այդ գործիքը նկարելու կարգավորումներին մենք կարող ենք նույնպես հասնել երկու անգամ սեղմելով այդ գործիքի վրա կամ մինչ նկարելը սեղմենք մեր աշխատանքային միջավայրի վրա։ Դիտենք վահանակը Arc segment tool-ի, որը հնարավորություն է տալիս փոփոխել նրա կարգավորումները։ Առաջինը նրա երկարությունն է X կոորդինատներով, երկրորդը երկարությունը Y կոորդինատներով։ Այստեղ կողքը տեսնում եք կա հանգույցային կետը կամ սկզբնական կետը, որտեղից դուք սկսում եք նկարել այդ կորը, այսինքն որտեղից Illustrator-ը կառուցում է նրան թելադրած կորը։ Կորի տեսակները կարող են լինել open կամ close, այսինքն բաց և փակ հատված։ Եթե մենք տալիս ենք բաց հատված, ապա մենք ստանում ենք մի հատված, որը սկզբնական և վերջնական կետերը չեն լցված գույնով։ Եթե մենք այստեղ ընտրենք գույն, ապա դուք կտեսնեք, որ այս կորը
լցվեց գույնով։ Այստեղ եթե մենք ընտրում ենք, դուք կտեսնեք, որ հիմա մենք ունենք փակված աղեղ եւ որը փակվում է արդեն 3 կետով։ Այս աղեղի գույնը մենք կարող ենք լցնել fill-ով, իսկ ստրոկի գույնը փոփոխվում է համապատասխան ստրոկի գույնի օգնությամբ եւ նրա մեծությունը։ Հաջորդ կարգավորումը, որը մենք տեսնում ենք, դա որ առանցքի նկատմամբ է նկարվում մեր աղեղը։ Սա, ինչպես դուք տեսնում եք, նկարվում է Y առանցքի նկատմամբ։ Եթե մենք փոխենք այս հանգույցային կետերը, ապա դուք կտեսնեք ուղղությունը ինչպես կարելի է փոխել։ Այստեղ նաև կարելի է փոխել կոր գծի տեսքը, այսինքն սարքել concave, ներսընկած խորությամբ կամ convex, այսինքն ուռուցիկ ձևով։ Եվ այստեղ կարելի է տեսնել այն գույնը, որով կլցվի մեր օբյեկտը։ Եթե մենք հիմա սեղմենք OK, ապա դուք կտեսնեք, որ մենք կստանանք այս պատկերը, որը ունի եռանկյունի ձև։ Ինչի նա ունի եռանկյունի ձև, որովհետև այստեղ գոքավորության կամ կորության արժեքը հավասար է 0-ի, որը հանդիսանում է ուղիղ կից։ Այս պատկերը նկարելու ժամանակ մենք կարող ենք օգտվել up և down սլակներից ստեղնաշարի վրա, որը թույլ է տալիս փոփոխել հիմնական աղեղի տեսքը, այսինքն slope-ը, լինի նա գոքավոր, թե լինի ուռուցիկ։ Եթե մենք սեղմում ենք դեպի վերև up սլակը, ապա նա մեծացնում ենք նրա արժեքը, համապատասխան ներքևի սլակը սեղմելով նա տալիս է մեզ խորություն գոքավորության փոխարեն։ Նկարելու հաջորդ գործիքը, որ մենք հիմա ուսումնասիրենք, դա սպիրալ գործիքն է, այսինքն սպիրալ tool-ը, որը մենք նկարելիս կարող ենք փոփոխել նրա ուղղությունը, ինչպես եթե մենք նրա կենտրոնական կետի նկատմամբ տեղափոխենք մաուսը, ինչպես նաև keyboard-ի սլակների օգնությամբ կարելի է փոփոխել սեգմենտների քանակը up և down սլակների միջոցով, և alt օգնությամբ կարելի է փոփոխել նրա հեռավորությունը վերջին կետի և սկզբնական կետի մեջ։ Այս բոլոր կարգավորումները, եթե մենք հիմա նորից ակտիվացնենք նրա վահանակը, կտեսնեք, որ նրա կարգավորումները թույլ են տալիս փոփոխել ռադիուսը մեր սպիրալի, ինչպես նաև այս սեգմենտների հեռավորությունը մեկը մյուսից, ենթադրենք, եթե մենք դա դնենք սա հավասար 10-ի, սեգմենտների քանակը, ենթադրենք 3, և նրա ստայլը, այսինքն ինչ ուղղություն ունի մեր սպիրալը։ Եթե մենք հիմա նրան նկարենք, ապա դուք կտեսնեք, որ մենք համապատասխան կստանանք այսպիսի կոր։ Հաջորդ գործիքը, որը այս համախմբում է, դա
rectangular grid tool-ն է, այսինքն դա քառակուսի ցանցեր նկարելու գործիքն է, որով կարելի է ստանալ ցանց, որի տողերի և սյունակների քանակը կարելի է փոփոխել շորտքաթներով ստեղնաշարի օգնությամբ, այսինքն up սլակով կարելի է ավելացնել տողերի քանակը, ինչպես նաև down, այսինքն ներքևի սլակի ուղղությամբ պակասացնել, նույնը կարելի է փոփոխել նաև սյուների քանակը, համապատասխան աջ և ձախ սլակների օգնությամբ։ Այստեղ նույնպես նկարելու ժամանակ աշխատում է Alt գործիքը, որը թույլ է տալիս նկարել կենտրոնից։ Այս աղյուսակի կարգավորումները տեսնելու համար մենք կարող ենք սեղմել նրա վրա երկու անգամ գործիքի և տեսնենք, թե ինքը ինչ կարգավորումներ ունի։ Այստեղ մենք ունենք աղյուսակների երկարությունը և բարձրությունը, ունենք կետը, որտեղից մենք սկսում ենք նկարել այս աղյուսակը, այսինքն կառուցել, ունենք հորիզոնական բաժանորդների քանակը, այստեղ մենք ունենք skew հատկությունը, որը ունի վերև և ներքև արժեքներ և այդ արժեքը փոփոխելիս համապատասխան օրինակ կփոխվեն հորիզոնական աղյուսակների կամ սեգմենտների թիվը։ Հիմա ճնջենք, որպեսզի դուք ավելի լավ տեսնեք։ Այսինքն հորիզոնական գծերը բացասական արժեքի դեպքում տեղավորված են լինում վերևից, այսինքն նրանք ոնց որ կախված են լինում մեր օբյեկտի վերևի մասից, կամաց լայնացներով։ Իսկ ներքևինը ուղղահայաց, իսկ ներքևում ուղղահայաց բաժանորդների թիվը փոփոխելով մենք կփոխենք նաև ուղղահայաց հատվածների դասավորվածությունը։ Այստեղ մենք նրա ամբողջական մասը, որը շրջապատում է այս պատկերը, կարող է հանդես գալ որպես արտաքին քառակուսի, որ իրենից ներկայացնում է frame։ Նույնպես մենք կարող ենք լցնել այս ցանցը գույնով, որը որոշվում է fill color-ով, այսինքն եթե մենք հիմա վերցնենք և ներկենք կարմիր գույնը, ապա դուք կտեսնեք, որ մեր հորիզոնական և ուղղահայաց բաժանորդները համապատասխան տեղաշարժված են դեպի ձախ և վերև։ Հաջորդ գործիքը, որը Adobe Illustrator-ում հնարավորություն է տալիս նկարել պոլար ցանցեր, իրենից ներկայացնում է մի գործիք, որը բաղկացած է սեգմենտներից, այսինքն շրջաններից և նրանց ուղղահայաց հատվածներից։ Նկարելու ընթացքում սլակների օգնությամբ կարելի է փոփոխել շրջանների քանակը վերև ներքև սլակներով, իսկ աջ և ձախ կարելի է փոխել հատվածների կամ կարելի ասել կոորդինատների քանակը, քանի որ այս գործիքի անվանումը նշանակում է պոլար ցանց։ Համապատասխան նրա կարգավորումները, եթե մենք երկու անգամ սեղմենք գործիքի վրա և դիտենք Polar Grid Tool-ի option-ի վահանակը, կտեսնեք, որ այստեղ նույնպես մեր
աղյուսակի գործիքի նման կան հանգույցային կետեր, որտեղից մենք սկսում ենք նկարել նրա լայնությունը եւ բարձրությունը, որտեղ կարող են փոխել արժեքները, բաժանորդները, այսինքն կոնցենտրիկ դիվայդերների քանակը, եւ նույնպես այստեղ կա այդ դիվայդերների դասավորվածությունը in եւ out, այսինքն դուրս եւ ներս, եւ ռադիալ դիվայդերների բաժանորդների քանակը, որը այստեղ հավասար է 10-ին։ Նրանց նույնպես կարելի է բաշխել դեպի ներքև կամ դեպի վերև։ Կարելի է ստեղծել կոմպոնենտ այս էլիպսներից, որը մենք հետագայում ձեր հետ կուսումնասիրենք, compound path, դա առանձին կտորներ են, որոնց հետ դուք կարող եք աշխատել պատկերի մեջ։ Այսինքն ամեն մի հատվածը կարող է հանդես գալ որպես առանձին պատկեր։ Եվ կա fill grid, այսինքն ներկել այս ցանցը այն գույնով, որը մենք կտանք fill գույնին։ Եվ եթե հիմա մենք կառուցենք, ապա դուք կտեսնեք, որ այս մեր պատկերը իրենից ներկայացնում է շրջանների եւ բաժանորդների մի կոմպոզիցիա, որը լցված է կանաչ գույնով ոչ բոլոր շրջանների մեջ։ Եթե մենք հիմա անջատենք fill grid-ը եւ նորից նկարենք, ապա դուք կտեսնեք, որ միայն մենք կստանանք ստրոկերը։ Այսքանը Adobe Illustrator-ը այս խմբի մասին, որը թույլ է տալիս նկարել այսպիսի պատկերներ Adobe Illustrator։